Շնորհակալ եմ, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկում է հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը, որի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն լուծելու մի շարք կարևոր հիմնախնդիրներ։ Այս համաձայնագիրը հանդիսանում է 2024 թվականին արդեն ընդունված համաձայնագրի շարունակություն, որով Հայաստանին նշված նպատակի համար հատկացվել է արդեն 12.9 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ, որը կուղղվի արտանախագծային վթարների կառավարմանը, մասնավորապես ջրածնով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը։ Խնդրում եմ հաստատել եւ եթե փորձեմ մի քիչ ավելի ներկայացնել ինչի մասն է խոսքը, 2011 թվականի Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո հաշվարկել են արդեն ամբողջ գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները եւ ըստ դրա կազմել են ստրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացնում են ֆինանսական միջոցներ եւ Հայաստանին արդեն ինչպես ասացի նախկինում 12.9 միլիոն եվրո ֆինանսական միջոց է հատկացվել, որով օրինակ դիզել գեներատորներ են ձեռք բերվել այն տրամաբանության մեջ, որ օրինակ եթե վթարի դեպքում սնուցող համակարգը շարքից դուրս գա, ապա այդ դեպքում ինչի անհրաժեշտություն է լինելու 5 միլիոն եվրո համաձայնագիրը, որը հիմա առաջարկում եմ հաստատել, վերաբերվում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն որպես այդպիսին ընդհանուր սրամասներ, եթե հարցերը լինեն, պարոն Խաչիկյանն էլ էստեղ է, գումարը փոխանցվելու է ուրեմն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին այս նպատակի իրականացման համար։ Շնորհակալություն, պարոն Խոդացյան։ Պարոն Խաչիկյան, դուք եք լինելու օպերատորը հայկական կողմից։ Ձեր կառույցն է լինելու օպերատոր։ Այս ծրագրի իրականացման։ Ծրագրի իրականացումը եւ մենք ենք լինելու եւ հայկական ատոմակայանը, որովհետեւ այդ համակարգերը, որոնք նախատեսված են ջրածնի ռիսկերի նվազեցման համար տրամադրվելու հայկական ատոմակայանին։ Իսկ ենթակառուցվածքային իմաստով դա ինչ է նշանակում, մենք ինչ ենք կառուցելու, թե սա մեթոդաբանական աշխատանք է ֆինանսավորվում։ Մեթոդաբանությունը արդեն իրականացվել է, թե ինչ է հարկավոր լինելու նման վթարային իրավիճակներում, որովհետեւ կարողանանք ռիսկը նվազեցնենք, վտանգը նվազեցնենք, եւ դա նվազեցման համար նախատեսվում է ջրածնի կոմբինատորներ ձեռք բերել, որը ինքը իրականացնում է ջրածնի այրում եւ ջրածնի պայթյունավտանգ խառնուրդը նվազելու է հերմետիկ պատվարում։ Այլ կերպ ասած, մենք պիտի սարքավորումներ ձեռք բերենք այս գումարով։ Այդ գումարի մի մասով սարքավորումա ձեռք բերվելու տրամադրվելու հայկական ատոմակայանին եւ մյուս մասով էլ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին եւ նրան գիտատեխնիկական աջակցություն ցուցաբերող կենտրոնին աջակցելու են, որպեսզի կարողանանք անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերլուծություն իրականացնենք։ Այսինքն եվրոպական փորձագետների հետ միասին աշխատելու ընթացքում դիտարկվելու է նման հաշվետվությունները։ Այլ կերպ ասած, ձեր մոտ կարողությունների ձևավորման ֆինանսավորում ենք անում։ Ավելի շուտ զարգացման։ Շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։